Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն ես զրուցում քաղաքագետ Տերենիկ Մամխասյանն է, շնորհակալ եմ Տերենիկ մեր հավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին գնացել էր Էրդողանի մոտ Ստամբուլ։ Իհարկե մենք չիմացանք ինչ քննարկվեց, Թուրքիայի, Ադրբեջանի հետ Փաշինյանի սիրախաղը, հարաբերությունները ամենագաղտնի հարաբերություններն են, որևէ այլ պետության հետ նման գաղտնիության հարաբերություններ չունենք, միշտ թափանցիկ հայտարարություններ են, առնվազն ինչ-որ առանցքները ասվում են, քննարկում ինչ շուրջ եղել, շատ գաղտնի հանդիպում էր, եւ միայն մի բան, մի ակնարկից հասկացանք, որ ինձ համար գոնե հասկանալ էր, որ Փաշինյանը շատ կարևոր խոստումներ է տվել Էրդողանին, խոսքը Թուրանի ճանապարհի մասն է, որ ասում է, Թուրան են ուզում կառուցել, ինչ խնդիր կա, թող գնան գան։ Իհարկե Փաշինյանը այստեղ էլի իրեն գժիտեղ է դնում, իբր չի հասկանում, թե Թուրանը ինչի մասին է, չի հասկանում, թե Թուրանի գոյության պարագայում թուրքերի գնալ գալը ինչ է նշանակելու մեզ համար, ինչ է դա բերելու տարածաշրջանի մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար ինչ վտանգներ է ստեղծելու, չհասկանալով, իբր չհասկանալով, ստեղծում է նոր սպառնալիքներ Հայաստանի համար։ Եվ այստեղ փաստորեն Փաշինյանը ուղերձ է հեղում այն պետություններին, որոնք խնդիր ունեն Թուրանի այսպես ստեղծման դեպքում իրենց համար ռազմավարական նշանակության խնդիրներ են առաջանալու, որ իրենք է զբաղվեն Հայաստանում, ասեն ախպեր, եթե այդ ճանապարհը տարածքը տենց հեշտ տալա, քո համար խնդրեմ չի Թուրանը գնա, մենք կգանք։ Քեզ համարել էր այդ ուղերձը այդքան հստակ, որ այս մարդը Էրդողանի մոտ գնացել էր խոստումներ տալու եւ դրա դիմաց խնդրելու, որ Ալիևին ասի լավ աչքով նայի Նիկոլին ընտրությունների։ Բորիս, դա Նիկոլ Փաշինյանը նոր չի անում, տևական ժամանակ է իր արտաքին քաղաքականությունը դրա վրա է կառուցված, թե ինչ տա թուրքերին, ինչ տա ադրբեջանցիներին, որպեսզի իշխանությունը մի քանի օր էլ երկար պահի կամ իրականացնի այն պլանները, որի համար նա բերվել է իշխանության։ Իսկ ինչ վերաբերում է Թուրքիա գնալուն, իմ մոտ ճիշտն ասած մի փոքր այլ տպավորություններ, իմ մոտ տպավորություններ, որ Էրդողանը դրան ընդունելու համար ուղղակի հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը այլևս իրենից ոչ մի բան չի ներկայացնում, դե մենք երկրի ներսում գիտենք, որ ինքը վերջացած քաղաքական գործիչ է ըստ էության, այլ հասկանալի է, որ այդ գործիչը հեռանկար չի կարող ունենալ, ու Էրդողանը լինելով բավականին փորձառու քաղաքական գործիչ, պետական գործիչ, նա հասկանում է, որ այլևս Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն Թուրան խոսք տալ, միջանց խոսք տալ, այսինքն կարող է, բայց գետնի վրա դա իրականացնելը մեծ խնդիրների առաջ է իրեն կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինչպես ճիշտ նշեցիր, Թուրանը դա Հայաստանի խնդիրը չէ միայն։ Հայաստանը իհարկե ոտի տակ է ընկնում այդ մեծ Թուրանի, մեծ Թուրանը լրիվ ուրիշի դեմ է։ Մեծ Թուրանը դա Ռուսաստանի դեմ է, դա Իրանի դեմ է, այսինքն այստեղ կան հզոր աշխարհաքաղաքական շահեր, ու այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը վերջացած քաղաքական գործիչ լինելով Հայաստանում, նա առավելևս վերջացած է տարածաշրջանում եւ համաշխարհային քաղաքականության մեջ։ Հետևաբար նա այն պետական գործիչը կամ այն պետական այրը չէ, որ կարողանա մեծ Թուրան կառուցելու այդ կարևոր օղակը, ասենք ինքը դնի ու ասի, տեսեք, արեցի ես այս ամեն ինչը։ Դա ասենք այնտեղ Ռուսաստանի շահերը ոտնահարելով, Իրանի շահերը ոտնահարելով, ուղղակի ես կարծում եմ, որ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը false start է արել, այդ Թուրքիա այցելության օրերին Իրան-իսրայելական այդ հակամարտության դիտարկումը հուշում էր այն մասը Իսրայելի կողմից։ Այո, այդպիսի տպավորություն էր լրատվական հոսքերից, ես կարծում եմ, որ ինքը այդ լրատվական հոսքերից է պատկերացում կազմում, իրեն նույնիսկ ԱԱԾ-ն զեկույցներ կամ անվտանգության խորհուրդը զեկույցներ չի տալիս, թե իրական վիճակը ԱԱԾ-ն, սատանա, այո,
վարտիկների մեջ ահա բանը ու այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը ասել է, ահա հարմար պահն է, Իրանը այնտեղ զբաղված է գլուխը խառն է, կարելի է գնալ Էրդողանին թուրան խոս տալ ու ստանալ անվտանգության երաշխիքներ, բայց ոչ Հայաստանի համար, այլ իր համար, իր նեղ շրջապատի համար, ոչ Վահագն Ալեքսանյանների ու նմանատիպ այլ բաների այդ падգամավորների քպեշնիկների համար։ Եվ նա ասում է թուրան այդ բառապաշարի օգտագործումը դա ռևերանս է Թուրքիայի նկատմամբ Էրդողանի բարեհաճությունը շահելու ձգտում է, բայց ելի կրկնեմ Էրդողանը նման կտեր վաղուց չի ուտում առավել եւս Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական գործիչներից։ Ու ինչն է հետաքրքիր, որ այդ օրերին լրատվական հոսքերից դիտարկումներ անելով, նույնիսկ ամերիկյան այդ հարձակումներից հետո Իրանի հակամարտության մեջ Իրանի դերակատարությունը կարծես ավելի դեպի հաղթանակ սկսեց ընկալվել, ոչ միայն հաղթանակ, այլ նաև նա կարողացավ դիմակայել, մինչև այս պահն ենք խոսում, հա, ու հատկապես մենք հասկացանք, որ Իսրայելը շատ ծանր դրության մեջ է, որովհետև այդ ռմբակոծությունների ընթացքում Թրամփը 2 շաբաթ էր տվել, չէ, Իրանին, որպեսզի որոշում կայացնի բանակցությունների իր պահանջով կապիտուլացվել, բայց 2 շաբաթ չանցավ, չէ, ընդամենը անցել էր մի շաբաթից մի քանի օր ավել եւ նա որոշում կայացրեց ռմբակոծել Իրանը, դա հուշում է այն մասին, որ Իսրայելը ցայտնոտի մեջ ընկած ուղղակի լոբինգի արդյունքում ստիպել են Իրանին մի 3 հատ բոմբ գցել այդ տարածքների վրա, հիմա չգիտենք ինչքանով է արդյունավետ եղել, ինչքանով արդյունավետ չի եղել, բայց դրանից հետո Իրանը կրկին ռմբակոծեց Իսրայելը, այսինքն այս իրավիճակում մենք հասկանում ենք, որ լավ ուրիշ չէ, որ Միացյալ Նահանգներին ստիպել են մտնել այդ գործընթացի մեջ, հետո դրանից հետո Հորմուզի նեղուցի փակման մասին որոշում կայացրեց, եթե վերջնականապես փակվի այդ նեղուցը, համաշխարհային առևտրի 20% այդտեղով է իրականացում, հատկապես նավթի ու գազի, հա, պատկերացնում եք ինչ ճգնաժամ է ստեղծվելու հենց նույն արևմուտքի համար եւ ինչքան դիվիդենդներ է ստանալու, միլիարդներ է ստանալու նույն Ռուսաստանը, որի դեմ պայքարում է արևմուտքը։ Այսինքն տպավորություն է, որ այս ընթացքում արևմուտքը ինչ անում է, իր ոտքին կրակելու նման է։ Այդպիսի տպավորություն է հիմա։ Ու այս իրավիճակում, երբ Իրանը իր դիրքերը ամրապնդում է, այս պայթրությամբ ենք խոսում, հա, եթե այսպես շարունակվի իր դիրքերը ամրապնդել, Էրդողանը շատ լավ հասկանում է, որ Իրանի դերակատարության բարձրացման պարագայում, որը հանգեցնում է նաև Ռուսաստանի դիրքերի ամրապնդման այս տարածաշրջանում, Թուրքիան այստեղ անելիք չի կարող ունենալ։ Հետևաբար ինքը չի կարող, ասենք Նիկոլ Փաշինյանի նման մեկից թուրանական միջանցք ստանալ, որովհետև երկու գերտերություն, առնվազն երկու գերտերություն ուղղակի կարող են, ասենք, Նիկոլ Փաշինյանը ասել Հայաստանի տարածքը տալիս է ստուր, այդ կլինի թուրան, ինչ դա մեծերդ պայմանավորվեն։ Ես կարծում եմ, որ Բորիս ջան, մի քիչ դրական բանով էստեղ խոսենք, հա, որովհետև անընդհատ ծանր ներկայացնում ենք, ուղղակի վերլուծությունները, իմ սեփական վերլուծությունները ցույց է տալիս, որ հայկական պետականության համար աշխարհաքաղաքական իրավիճակի դրվածքը այնպիսին է, որ մեր համար պատուհան է բացվում գոնե արժանապատիվ այս տուրբուլենտային փուլից դուրս գալու համար։ Եթե Իրանը դեմքը փրկում է, պահպանվում է որպես գործոն եւ ամրապնդվում է, նրան ամենևին էլ ձեռք չի տալիս Հայաստանի վերացումը։ Իր շահերից ելնելով, ոչ թե մեր սիրուն աշկերի համար, էլի, իր սեփական անվտանգային շահերից ելնելով ձեռք չի տալիս Հայաստանի վերացումը։ Կարող է իրենք աշկ փակեն, նույնը Ռուսաստանի պարագայում է, ասենք մի 3 գյուղ էստեղից տա, մի քանի հեկտար այնտեղից տա, դրա վրա աշկ փակեն, բայց գլոբալ Հայաստանի կործանումը, Հայաստանի տարածքային ամբողջականության էական խախտում ոչ Իրանին է ձեռնտու, ոչ էլ Ռուսաստանին է ձեռնտու։ Ձեռնտու է Հայաստանի իշխանությունը։ Հա, բայց ես նշեցի, որ Նիկոլ Փաշինյանը այլևս վերջացած գործիչ է։ Ինքը այդպիսի որոշում չի կարող կայացնել։ Այսինքն կարող է կայացնել, բայց գետնի վրա իրականացնել նա ընդունակ չի կարողանալու։ Ընդ որում ըստ Իմիջիայլոց մի բան էլ կներես Բորիս ջան, ասեմ, Պուտինը հետաքրքիր հայտարարություն արեց, ասեց Ռուսաստանի ազդեցության գոտին կամ տարածքները այնքան են, որտեղ կանգնած է ռուսական զինվորը։ Իսկ որտեղ է կանգնած ռուսական զինվորը Ռուսաստանի սահմաններից դուրս։ Կարող չկանգնել։ Չէ, հիմա կանգնած է։
Այսինքն մենք մի իրավիճակում ենք, որ մեզ համար աշխարհակաղակական իրավիճակը կարծես թե բարենպաստ է դասավորում այս իրավիճակում, հա, եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել Իրանի դիրքերի ամրապնդումը, եթե այսպես շարունակվի, նաև Ռուսաստանի ամրապնդումը, ուկրաինական ճակատում, դե հասկանում ենք, չէ, Իսրայելում այդպիսի զենք զինամթերք մատակարարելը արևմուտքի համար արդեն խնդրեմ է, նույն Եվրոպայի, նույն Միացյալ Նահանգների, հետևաբար տուժում է ուկրաինական ճակատը, իսկ այնտեղ ամրապնդվում է ռուսների դիրքերը, այսինքն երկու ուղղություններով մեր բնական դաշնակիցները այդպես փչացրել են հարաբերությունները, ամեն ինչ արել են, որ վատթարանա թշնամական պետություններ դառնան թե Իրանը, թե Ռուսաստանը, բայց բնական դաշնակիցներ են, հասկանում եք, մեր շահերը ակամայից համընկնում են։ Հիմա իրենք փչացնում են, բայց շարունակում է համընկնել, ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, Ռուսաստանի եւ Իրանի ղեկավարությունը խելագարության կամ այլ պետությունների շահերը սպասարկելու դիրքերից հանդես չի գալիս արտաքին քաղաքականության մեջ։ Տեսեք, այն որ դուք վերլուծում եք, որ իրոք Էրդողանը ընդունելով դրան վստահ է, որ սա որևէ հարց լուծող չէ, ուղղակի այսպես սիմվոլիկ հանդիպում է եղել։ Այդքան ծառայություն թուրքական մամուլներ գրել եւ հայկական մամուլներ գրել, որ ըստ էության Էրդողանին համոզել են, որ նա ընդունի Փաշինյանին, որովհետեւ Էրդողանը աշխարհակաղակական խաղերի գայլերից մեկն է, հնաբնակներից մեկը լավ պատկերացնում է սա ով է եւ չի ուզում իրեն հեղինակազրկված համարել։ Դուք անգամ հիշում եք Էրդողանի երթման արարողությանը Նիկոլ Փաշինյանին նստացրել էին, ասենք թուրքական շրջանների ղեկավարների շարքում։ Այսինքն Էրդողանը համար այսպիսի ընկալում ունի այս մարդը։ Եվ եթե ամփոփենք մամուլի եւ վերլուծաբանների ընդհանուր գնահատականները, ապա Էրդողանի վերաբերմունքը այսպեսին է եղել, լավ է ջահելին ասեք թող գալը տենանք ինչ ասում, այս վերաբերմունք եւ այդքան ծառայություն է վերջում քաղաքագետ Ազատ Ադամյան հետաքրիր դիտարկում էր արել, որ ընդունել են ոչ թե մայրաքաղաքում, այլ ըստ էության թուրքական Օսմանյան կայսրության սիմվոլ հանդիսացող մայրաքաղաք Ստամբուլում։ Դե Ստամբուլը երկրորդ մայրաքաղաքն է ըստ էության, ֆինանսա-տնտեսական։ Բայց եթե աշխատանքային նորմալ հանդիպումներ պետք է որ Անկարայում։ Եթե պաշտոնական, ես չգիտեմ ինչ այցով է, աշխատանքային է, ինչ է։ Ասում դե Սուլթանի մոտ ես գալի, կգաս Սուլթանի Բայց աշխատանքային այնցը հետո ենթադրում է ինչ որ արդյունք, չէ՞, ասենք ինչ որ Բայց դու չլսեցիր, ասեք Իրանը թողան գնան, հա, դրանից բացի։ Նա, տեսեք, սովորական երկիր, ստանդարտ երկիր չէ, ասենք Ռուսաստան չէ, Վրաստան չէ, որ աշխատանքային արդյունքով գնան, ինչ որ խնդիրներ քննարկեն, հա, աշխատանքային երկու երկրների միջև։ Թուրքիա 1000-ից 1 են գնում։ Ու այդ 1000-ից 1 գնալը ենթադրում է ինչ որ արդյունք։ Ինչն էր արդյունքը։ Չտեսանք արդյունք, ասես Թուրանով թող գան գնան, մեզ չի խանգարում Թուրանի կարիք։ Հա, էդի Երևանը հայկական արդյունք է։ Չէ, ես վաղուց չեմ ակնկալում, որ Նիկոլ Փաշինյանը դու չես մոռացել, չէ՞ մեր բանաձևը։ Այո, պետք է դուրս բանաձևը ամենալավագույն որ ինքը չի սпасարկում հայկական շահ։ Բանաձևի տեսանկյունից հրաշալի արդյունք հապավել Նիկոլ Փաշինյանը, գնացել ասել ախպեր ջան, Թուրանը կբացենք։ Հենց պետք է լինի Էրդողանը աշկովանի միանգամից բացվող։ Մեզ չի խանգարում, թող գան գնան, ով ում խանգարում է թող իրանք մտածեն, ընդհանրապես մենք ինքնիշխան պետություն ենք, դա ասես չէ, Արցախի հանձնելով ինքնիշխանությունը միանգամից այդպես բարձրացրել է ինքը։ Ես հիմա կարծում եմ մենք եթե հանձնենք Սյունիքը եւ Վայոց ձորը մի քիչ քիպլիկացնենք պետությունը, ինքնիշխանության բարձրագույն մակարդակի։ Երևանով դա կլինի սուպեր ինքնիշխան պետություն, եթե միայն Երևանը մնա իր շրջաններով։ Դու քանի որ Նիկոլ Փաշինյանը կրոնական բան ունի, ինչ որ սա կարող լինի Վատիկանի նման մի բան։ Նիկոլ Փաշինյան կրոնական առաջնորդական, հա։ Դե ենթադրաբար ոչ առաքելական։ Դե առաքելականի հետ ակնհայտորեն ինքը խնդրեմ ունի։ Նիկոլն էլ կլինի իմամը, ասենք։ Իմամ Փաշիկ ասեն։ Նոր մզկիթներով կարելի է մտածել, այսինքն իրենք կարող են մտածել, առավել եւս որ կարծում եմ որ Նիկոլ Փաշինյանը հիմա անվտանգության լուրջ խնդիր ունի երկրի տեսանկյունից, հա, որ աշխարհամասում երկրում գտնվի, որ իշխանությունը կորցնելուց հետո իր անվտանգությունը ապահովի։ Ես նաև նույնիսկ մտածում եմ, որ ինքը Էրդողանի հետ կարող է նաև դա բանակցած լինի, որ տեսեք, այսքան ծառայություններ մատուցելուց հետո ակնհայտ է, որ իշխանությունը եթե կորցնեմ ու պահպանվի Հայաստանի Հանրապետությունը, ես լուրջ անվտանգային խնդիրներ եմ ունենալու, հետեւաբար այդ անվտանգության խնդիրը ինչպես կարելի է լուծել։
կարծում եմ Թուրքիան կարող է այդ անվտանգության խնդիրը լուծել, ասենք Բոսֆորի ափին մի հատ վիլա տալ, տղյակ տալ կամ չգիտեմ, միջերկրական ծովի ափին, ասի այստեղ անցկացրակ ու չգիտեմ, օրերը։ Ես Նիկոլ Փաշինյանը ուրիշ լուծում էլ առաջարկեմ։ Որը Դե ու կարող դիվանագիտական հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, պաշտոնապես Անկարայում եւ Երևանում փոխադարձաբար դեսպանատներ բացվեն, հենց վտանգ սպառնա Էրդողան իրան դեսպան նշել։ Դե դիվանագիտական միջազգային կանոններով այսինքն Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը Հայաստանը։ Հա, միանգամից անձնագիրը, թուրքական անձնագիրը տան դեսպան, այդ ժամանակ Հայաստանի իրավապահները չեն կարող մտել թուրքական դեսպանատուն, որովհետև ու դեսպանին ձերբակալել։ Դիվանագիտական անձեռնմխելիություն։ Միջազգային սա լուրջ եմ ասում, միջազգային պայմանագրերին էլ կարող է դասավորել, ասենք դեսպանատան մեջ քարտուղար, չգիտեմ։ Ընտանիքի անդամներ ավտոմատ պաշտպանվում են դիվանագիտական դա ավելի շատ պաշտպանված լինելու համար։ Էնպես որ սա լավ տարբերակ է, Նիկոլ Փաշինյանը կարծում պիտի արագացնի հրաշալի տարբերակ։ Ես նաև այդ տեսակետն եմ բանանում, այսինքն այդ տարբերակն եմ մտածում, որ ինքը անվտանգության երաշխիքները է փնտրում, առավել եւս, որ նա ունի շատ մեծ վախեր։ Այս վերջի շրջանում այդ վախերը ակնհայտ Նիկոլ Փաշինյանը վախեր չունի։ Այսքան բան անելուց հետո ինքը դեռ վարչապետի պաշտոնին է, ինչից պիտի վախենա։ Չէ, բայց ինքը վախկոտ մարդ է, այսինքն ինքը կարող է շատ բան անի, բայց դա անի շատ խորը վախենալով։ Ինքը վախկոտ է, բայց իմ տպավորությամբ Հայաստանում շատեր իրենք ավելի վախկոտ են։ Դա այլ հարց է։ Դա բոլորովին այլ հարց է, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը վախկոտ չէ։ Օրինակ, ասենք, ես այսօր մտածում եմ, որ օրինակ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը բացահայտ ապօրինի է, այսինքն այնտեղ ասենք քննարկելու բան էլ չկա, ու եթե այդ տրամաբանը ինչով ձերբակալել են Սամվել Կարապետյանին, եթե այդ տրամաբանությամբ մոտենանք Նիկոլ Փաշինյանի գրառումներին, ապա Նիկոլ Փաշինյանը ցամա պետք է նստած լիներ։ Բայց ով է իրեն ձերբակալել։ Ահա։ Այսինքն անվախությունը գալիս է դրանից նաև, որ հա, ասենք Իրանից ավելի դուխով բառը չեմ ուզում օգտագործել, ավելի համարձակ, ավելի դուխով կա։ հա, ավելի դուխով մարդ չկա, հետեւաբար ինքը, ասենք, այդ պարագայում անվախ է երևում։ Դե երբ որ քեզ պաշտպանում են 17000 ոստիկաններ, ԱԱԾ, ՊՊՑ, դատախազություն, բարձրաստիճան զինվորականներ, դու կարող ես ցանկացած մարդու սպանել, կարող ես հղի կնոջ գցել մեքենայի տակ հանգիստ։ Բայց Բորիս մի բան ասեմ, շաբաթ օրը Գյումրիից Երևան էի գալիս։ Ես դա աննախադեպ էր ոստիկանների թիվը, որոնք ապահովում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը 100 կիլոմետր ճանապարհահատվածի վրա, ուրեմն Մարալիկից մինչև Երևան, եթե ոստիկանները կարող էին ձեռքի տված իրար sense ձեռքերը բռնած քոչարի ապարել։ Ես չեմ չափազանցնում, ամեն խաչմերուկին, յուրաքանչյուր խաչմերուկի կանգնած էր միջինը երկու ոստիկանական մեքենա։ Երևանում տեղաշարժը նայես, մարդկանց դռան մոտ էս Էրեբունի փողոցով գնում էր հոգեբուժարան Նուբարաշենի։ Իհարկե հիմնական ստացիոնար չէր գնում այցով։ Ամբուլատոր։ Այսպես ընթացիկ ստուգումների առումով ես հակերտ եմ ասում, այդտեղ կան սեփական տներ, մարդիկ կարող են անգամ հարցնել այդ տանտերից, ամեն տան դարպասի մոտ կանգնած էր ոստիկան, ասում ես ի՞նչ է։ Դե հիմա պատկերացրեք, երեք մի բարեկամիս հետ Երևանով գնում էինք տուն եւ այդ բարեկամս Երևանում չի ապրում, ասենք հաճախ չի գալիս Երևան։ Կիրակի օրով քաղաքում ինչ-որ խցանում է առաջացել։ Ասի կարող եմ գրած գալ Նիկոլ Փաշինյանը հիմա տուն է գնում։ Ու ասենք մի 10 րոպե կանգնացած են բոլոր մեքենան, Նիկոլ Փաշինյանը շարասյունը անցավ։ Իսկեն քաղաքը պարալիզացվում է։ հիմա պատկերացրեք Եվ Նիկոլ Փաշինյանը անցնում է տուն։ 100 կիլոմետր հատվածում այդ նույն տեսարանն էր ամեն քայլափոխի մի ոստիկան այդ արևի տակ կանգնած ոսկեվազի խաչմերուկից էլ ճանապարհը փակել էին։ Ես նման աննախադեպ անվտանգության միջոցառումներ չեմ հիշում, ես տեսել եմ ոնց է Երևանից Գյումրի գնում։ Այն ժամանակ ամեն խաչմերուկի մի ոստիկանական մեքենա էր կանգնած ու ոստիկանները չէին վազվզում ամբողջ տրասի այդ բանով երկարությամբ, այս դեպքում ասենք աննախադեպ էր ու ես կարծում եմ որ ինքը գիտի ինչ արել ինքը։ Դե վախերը իր ասում ենք չի վախենում, չէ, բայց
յուրաքանչյուր արածից հետո ինքը ընկնում է հոգեխանգարմունքի մեջ, իմ մոտ այդպիսի տպավորություն է, ու այն հիստերիկ գրառումները, որ մենք տեսնում ենք, հա, Facebook-ում փողոցային բառապաշարով, ելույթները ազգային ժողովում, որը տեսեք քաղաքական հիստերիայի Փողոցային բառապաշար դերենիք համաձայնիր, որ ավելի շատ իր մանկական տրավմաների հետևանք։ Տես փողոցում ծեծա կերել, այստեղ եկել համալսարանում ծեծա կերել, խմբագրությունում իրենց ծեծել են, մեքենան վառել, որ հիմա եկել է հազիվ հնարավորություն է ստեղծվել, որ ինքը ինչ ուզի կգրի, իրեն ծեծող չի լինի, քրեական գործ հարուցող չի լինի, իր հանցագործությունների համար չէ՞ որ այդ հայտարարությունները ապօրինի են, ասենք հայտարարել Սամվել Կարապետյանին, հեսա դու կտնաս հետը ինչ ալում ու կես ժամ հետո իրավապահները գնում են այդ մարդուն ձերբակալելու։ Սա ակնհայտ ապօրինություն է։ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է կամ իրեն դրել է իր երազանքների տղայի տեղը, բայց դա վախի դրսևորում է, հասկանում այդ հիստերիան, այն հիստերիայով ինքը որ հարձակվեց Սամվել Կարապետյանի վրա իր ուժայիններով, հա, այդ լավ տղա Երևանը պայմանավորված է ուժայինների քանակով, հա, որակով, իդեպ չէր էլ ստացվում, հա, միջև գիշերը ես իմ քանիսը միջև գիշերը ինչ որ քանիսը Նիկոլ Փաշինյան լավ տղու լավ քուր էր, հետո որ Հետո կոմպրոմիսային լուծումը արդեն ասենք քայլելով ես համոզված եմ որ ինքը նստած ամեն րոպե SMS է գրել որ ուղարկեք այն վիդեոն որտեղ ասենք Սամվել Կարապետյանին ծեփում են ասֆալտին այդ նարուշնիկները անցկացրած բերում են ոստիկանություն գլուխը կախ այդ վիդեոն է ուզել ու չի ստացել ինքը դա ակնհայտ էր իմիջայլոց այդ հիստերիան վախի արտահայտություն այդ վախը գալիս է ինչից վախը գալիս է իշխանությունը կորցնելու շատ մոտալուտ վտանգից բաներ կա որ ինֆորմացիաներ հատկապես իշխանությանը եթե վերաբերվում է ինքը ավելի լավ է տիրապետում քան մենք ըստ էության ու հաստատ ես համոզված եմ որ ինքը ունի որոշակի ինֆորմացիա որ թե հանրային վստահության առումով թե իշխանական էլիտայի հետ կապված, թե իշխանական էլիտա Վագոն Ալեքսանյան բան դրանց չեմ ասում, էլի ավելի քիչ թե շատ լուրջ չգիտեմ հիմա լուրջ էլիտա կա Հայաստանում թե չկա կամ սպայակազմ այդ շրջանակներին վերաբերվում ով Էդվարդ այն որ ուզում էր ադրբեջանցի զինվորների սովամահաներ գլխավոր շտաբը հա գլխավոր որ ասեցի լուրջ զինվորական չգիտեմ ես հա որ Նարեկ քո հայրենակից Նարեկ Կիրակոսյանն առաջարկում էր զենքը վերցնել ջերմուկը ազատ էդի մեր գլխավոր շտաբի պետն է շտաբը ցավոք հա ես ասեմ հիմա այդ վախերի դեպքն էլ ես Արմեն Սարգսյանի ժամանակ էի արել մի հաշվարկ էինք արել խմբագրությամբ վերցրել էինք այս կամ այն պաշտոնյաների վրա արվող ծախսը պետական միջոցների հաշվին եւ արձանագրել ենք օրենք օգտակարության 0 օգտակարություն են ցուցաբերում պետության, այսինքն ոչ մի նշանակություն չունեն պետության կյանքում եւ հաշվել ենք օրինակ կարծեմ Արմեն Սարգսյանի պարագայում հաշվել ենք որ կարելի է իր վրա ծախսող գումարով տարեկան 150 մայրացու խոզ պահել վերջում մորթել ու պետությունը ռեալ եկամուտը ցույց էինք տվել Հիմա Էդվարդ Ասիրյանի փոխարեն ես կարծում եմ 1000 ոչխար կարելի է պահել։ Իդեպ ժամանակին ընդ որում ոչխարը ես ասեմ, թող Ասիրյանը իմանա, ոչխարը կարող է տարեկան կրկնապատիկ եկամուտ տալ։ Լավ առաջարկ է ու դե եթե դա կիրառենք պետական պաշտոնյաների մոտավորապես 70-80%-ի նկատմամբ Հայաստանը կարող է հասնել Սինգապուրի մակարդակի։ Լավ մոդել է, էլի 20%-ը բավարար է պետական բյուրոկրատական ապարատի էֆեկտիվ պետություն պահելու համար։ Այդ համեմատությունը որ արեցի, ես ժամանակին հիշում եմ 15 թիվներ, թե 14 թիվ մի հատ հոդված գրեցի, որ ասենք Էդվարդ Նալբանդյանի փոխարեն եթե աթոռի վրա արտուկ դրած լիներ, արդյունքը ավելի մեծ կլիներ, գոնե չէր խանգարի, էլի։ Էդվարդ Նալբանդյանը նախկին արտաքին ուրա իմիջայլոց Էդվարդ Նալբանդյանը։ Հանգիստ ապրում է, ինչ։ Չէ, մի րոպե, Բորիս ջան, բոլոր արտաքին գործերի նախարարները, այսինքն Հայաստանի նախկին բոլոր արտգործ նախարարները կարծիք հայտնել են, չէ՞։ Գրեթե բոլորը այս կամ այն կերպ արտահայտվել են, քննադատել են, ինչքանով մեղքի բաժին ունեն, չունեն եւ այլն։ Բայց ես Էդվարդ Նալբանդյանից որևէ բան չեմ լսել։ Էդվարդ Նալբանդյանը եղել է բարձրաշխարհիկ մարդը, նման կեղտոտ թեմաների չի խառնում։ Ինքը եղել է վերջին արտգործ նախարարը Նիկոլի գալուց, հա, ամենավերջինը,
ու Նիկոլի քննադատությունների մեծ մասը վերաբերվում են նաև իր ժառանգությանը։ Այդ մարդը ասելիք չունի, այդ մարդը համաձայն է, եթե որևէ բան չի արտահայտվում, չի հակադրվում, համաձայն է, թե իրեն արդեն այլևս չի հետաքրքրում Հայաստանը իր շահերով, Արցախը եւ այլն եւ այլն։ Ես հարցը շուտ էի ուզում տալ, ուղղակի որ այդ համեմատությունը բերեցիք, պատե առիթ էր։ Ուր է Էդվարդ Նալբանդյանը։ Դու վստահաբար հետևում ես փողոցային հարցումներին, որոնք նաև մենք ենք անում։ Քաղաքացիներից ոմանք, որոնք տեղեկատվական գուցե ոչ այլ իրականության մեջ են ապրում, կամ չեն ուզում առնչվեն այդ իրականությունը, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Հիմա Էդվարդ Նալբանդյանի փոխարեն ես քեզ ասում եմ, ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Փառք Աստծո, որ հիմա չի զբաղվում, որ չզբաղվել եւս դրանից նախորդ 20 տարիների ընթացքում կարող է ավելի օգտակար բան ունենալ։ Մի խոսքով կարելի է թողարկումներից մեկը նվիրել Անպիտան Պաշտոնյաններին, որոնք մեծամասնություն են, եւ տեսնել իրենց աշխատավարձերով, իրենց վրա ծախսվող գումարներով ինչքան անասուն կարելի է պահել, ու Նիկոլ Փաշինյանը ասել ոչխար պահեք, չէ՞, հիշում ես։ Ես հետևում եմ Նիկոլ Փաշինյանի կոչերին, ոչխարաբուծությունը կարելի է զարգացնել, Հովիկ Աղազարյանին նշանակել պատասխանատու արտահանման հարցով։ Բայց Լևի Գորչյանն է։ Դե կհետևենք։ Եվ տնտեսությունը զարգացել։ Իմիջիայլս падգամավորների թիվը 100 ինչքան են 30։ Չէ, հիմա 107 կարծեմ։ Այսինքն առանցքական բան էին սարքել, չէ՞, այդ որ կարող է շատանալ, քչանալ падգամավորների թիվը։ Ասենք Հայաստան 105, 110 падգամավոր ինչերին է պետք։ 70 падգամավորը, իմ մոտ տպավորությունն է, որ թիվը շատացրել են։ Ախորժակներ փակելու համար 280 կարող է շատանալ, ես քեզ։ Դե դեմ ասում, էլի առանցքական, այսինքն 15 թվականին որ հզոր ուժերը ստիպեցին Սերժ Սարգսյանի նման սահմանադրություն գրել, հետո ստիպեցին առաջադրվել, դա հնարավորություն տալիս է։ Դոնտի բանաձևով դա կարող է աճել մինչև 200։ Նոնսենս է, էլի, ասենք պաշտոնյա այլ պատգամավորներն են։ Դրանց օգեկեն ինչքան է։ Հարցա չէ։ Հիմա լավ, գանք Փաշինյանին, Էրդողանին հանդիպեց, իր մուրազը կատարվեց, եկել է այստեղ Հայաստան, եւ հիմա բռնաճնշումներ էին դիմության դաշտում, հա, տարբեր տասնյական դիմադիրներ էին բերման ենթարկվել, ձերբակալվել, հրավիրվել ոստիկանություն, եւ ասում են, մամուլը գրում էր դրա մասին, որ Փաշինյանի խոստումներից մեկը նա է, որ ստորագրվելիք փաստաթղթում պիտի արձանագրվի, որ ռևանշիստական օջախները եւս պետք է ոչնչացվեն։ Ռևանշիստական օջախներ ասելով թուրքերը նկատի ունեն բոլոր նրանց, ովքեր Արցախը շարունակում են համարել հայկական։ Եթե դու համարում ես, որ Արցախը հայկական է, այդ օֆիսը պետքա ոչնչացնել, այդպես եմ հասկանում։ Այդ օֆիսը չէ, պաշտպանված է։ Լավ, մեզ մարդկանց այո, մեծ կսպանեն, օֆիսը կպահեն։ Հիմա մենք ռևանշիստական օջախներ ենք։ Դու մեր գորը եւ ես։ Ահա։ Հիմա մեզ ոչնչացնել, այսինքն Նիկոլ Փաշինյանը կարծում եք ստորագրել է, որ չէ, պիտի ստորագրի, չեմ ասում ստորագրել։ Եթե Էրդողանը կարողանա Ալիևին համոզել, որ համաձայնի ստորագրել փաստաթուղթ, որը ձևավորվել է իր իսկ պահանջների հիման վրա, Նիկոլի հետ որպես հնարավորություն տա Նիկոլը 2026-ին ժողովրդին համոզի, որ գնում ենք խաղաղության, նաև կվերցնի պարտավորություն, որ ռևանշիստական օջախները պիտի ոչնչացնի։ Ну, так հասկանալի է, մտնում է ընդդիմությունը, դաշնակցությունը, այսինքն այն մարդիկ, ովքեր քննադատում են այո։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության այդ կամ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ եթե դու համարում ես, որ Թուրքիան ցեղասպանություն է արել, եթե դու համարում ես, որ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախ հայերի, եթե դու համարում ես, որ Արցախը հայկական է, եթե դու համարում ես, որ Դադիվանքը ոչ թե արի ավելի կարճ ասենք, որ ինչ են ասում ում աղվանակա, ոչ թե աղվանակա հայկական, դու արդեն ռևանշիստական դեմքիցը տերևում է, դու ռևանշիստ։ Եթե Հայաստանում մարդ կա, ով չի համարում, որ այս արևելյան Հայաստանը արևմտյան Ադրբեջանը իրենք ռևանշիստական են, ճզմել, տրորել, գոնե պետք է պատժվել։ Այո, պետք է պատժվել միանշանակ։ Ես չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնված լինի։ Ավելին ասեմ, մեր պատմության մեջ եղել են դեպքեր, երբ թուրքերին փորձել են արդարացնել նախկին ռևանշիստներով, եւ թուրքերը իրենց գործողությունները հիմնավորել են
նախկին ռևանշիստական ուժերին իշխանության չթողնելու հանգամանքով։ Դա եղել է մեր պատմության մեջ, ես այն օրը կարդում էի եւ շշմել էի, որովհետեւ 20 թվականին, երբ Քազիմ Կարաբեկիրը գրավում է Հայաստանը, մեծ մաս հետո Ալեքսանդրապոլի գավառում նստում է, կնքում են Կարսի պայմանագիրը, հետո արդեն Մոսկվայի պայմանագիրը, այս մարդը հրաժարվում է դուրս գալ ներկայ Շիրակի մարզից, բայց ավելի մեծ տարածքով, էլի, շատ մեծ Թալինով, բանով է նստած, ասում են դուրս արի, էլի, խորհրդային միությունը նոտաներ է հղում, այդ թվերին լինում է նաև փետրվարյան հեղափոխությունը 21 թվականին, երբ դաշնակցականները վերցնում են իշխանությունը եւ այլն, Քազիմ Կարաբեկիրը պաշտոնապես պատասխանում է արտգործնախարարին, թե եղբայր մենք չենք կարող դուրս գալ Հայաստան, որովհետեւ ռևանշիստների իշխանության գալը բավականին մեծ հավանականություն ունի։ Հետևաբար մենք մնում ենք այստեղ հեղափոխական արժեքները պաշտպանելու համար։ Հիմա նույնը Նիկոլ Փաշինյանը, այդ նույն դա թուրքական տրյուկ է, այդպես ասեմ։ Նույն տրյուկը կարող է բանեցնել Թուրքիան հակառակ կողմից։ Ասի որ մենք Հայաստանում 2018 թվականի հեղափոխության ձեռքբերումները պահպանելու եւ ռևանշիստներին իշխանության չթողնելու համար մեզ պարտավորված ենք համարում զորքով միջամտել ռեժիմը պահելու համար։ Դուք կարծում ես Թուրքիան Փաշինյանը կսպասի որ Թուրքիան հայտարարի, ինքը կհայտարարի։ Ես խնդրում եմ Փաշինյանը կխնդրի իր թուրք եղբայրներին մտնել եւ պաշտպանել հայկական ժողովրդավարությունը։ Ես հիմնավորումները ասեցի։ Այսինքն Թուրքիան ասենա հայկական բանակը հավաճանում է բանի հայկական հեղափոխության արժեքները, ռևանշիստներ են դրանք ընդհանրապես զինվորականները բան են անում, ուզում են հետ վերադառնալ։ Այո։ Խնդրում եմ բաժիչ զորքեր ուղարկեք ու Ալիևը կմտնի Հայաստան, օրինակ։ Նման հերանեկար սպասելի է։ Կմտնի Հայաստան հայկական ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Այս սցենարը հիմա խելագարության բանի մեջ ենք մենք դիտարկում, հա, որ ոնց կարող է նման բան լինել, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ պատմության մեջ եղել է նման բան։ Ու հիմա մեծ հավանականություն ունի։ Սա խելագարություն կհամարեք։ Ես կխնդրեմ հիշել ձեր մտքերը, օրինակ 2018-ին ու պատկերացնեք, երբ որ շատերը խոսում, մի պահ պատկերացրեք, արդյոք դուք 2018-ին կարող էիք ենթադրել, որ Փաշինյանը կասի ես հանձնել եմ Արցախը, ես ճանաչել եմ Արցախը Ադրբեջանի մաս, որպեսզի Հայաստանը ավելի ինքնիշխան լինի։ Եթե դուք 18-ին դա խելագարություն չէիք համարի, հիմա կարող եք ասել այո, սա խելագարություն է, այս մարդկանց խոսացածը։ Այս մարդը Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ պատրաստ է ամենացնորամիտ մտքերը իրականություն դարձնել։ Այսինքն այն մտքերը, որոնք կարելի է լսել մարգինալ հոգեկան շեղումներ ունեցող ինչ-որ խմբավորումներ կան, չէ՞, Կարման Բաբաջանյանը, Գյորգի Վանյանից, հետո այն մեկը կար, որ հիմա մարդը դա անում է վարչապետի պաշտոնը զբաղեցնելով։ Եթե սա խելագարություն չէ, ինչ որ ինքը ասում է։ Okay, ուրեմն մեր ասածը խելագարություն է, բայց իրականում ցավոք սրտի այս վատ սցենարները ամենահավանականն են, որ կարող է։ Ես վախենում եմ այդ մտքերից, Բորիս, իսկական եմ ասում, էլի, այդ մտքերը, որ գալիս են իմ գլխում, ես սկսում եմ վախենալ, որովհետև արդեն հավատում եմ, որ սրանց օրոք ամեն ինչ կարող է պատահել, եւ սրանք չունենալով կարմիր գծեր, այդ առումով, հա, ամեն ինչ։ Այսինքն հիմա ավելի շատ խելագարությունը հետեւյալ միտքը, որ Նիկոլ Փաշինյանը ասի սիրելի ժողովուրդ, պետության համար ծանրագույն վտանգներ են առաջացել իմ գործունեության հետևանքով։ Ես հրաժարական եմ տալիս, խնդրում եմ հուզումների մի գնացեք, պետությունը թող հանգիստ լինի, ընտրեք նորմալ ղեկավար, իմ պատիժն էլ թող որոշի հայկական դատարանը, եթե կորոշի ես մեղավոր եմ, ապա ես կընդունեմ այդ մեղքը, եթե կընդունի ես արդար եմ, դուք էլ պետք է ընդունեք այդ հանգամանքը։ Ես հիմա իշխանությունը թողնում եմ, չեմ փախնում Հայաստանից, չեմ փախնում պատասխանատվությունից, մեր երկիրը պետք է վտա։ Այս սա խելագարություն է։ Ես վստահեցնում եմ, սա անհնար է։ Նիկոլ Փաշինյանից հնարավոր է լսել, որ ինքը Հայաստանը ճանաչում է որպես Թուրքիայի վիլայետ։ Շատ ավելի հնարավոր է։ Եթե հիմա Վիվարոն իրանց սիրած բաներ խաղադրույքներ ընդունի, ես միանշանակ կդնեմ նրա վրա, որ ինքը կընդունի, որ Հայաստան թուրքական վիլայետ է։ Քան ինքնակամ հրաժարական կտակ, ասի ժողովուրդ ջան, սխալվել եմ, չեմ ուզեցել աղետ բերել, բայց եկել է այդ աղետը, ես դրա համար պատասխանատվություն կկրեմ,
կկանգնեմ հայկական դատարանի առաջ, ճշմարտությունը կպատմեմ եւ ինչ կորոշի դատարանը համաձայնեմ դրած։ Ի վերջո լավ մեր դատարանը մահապատիժ չունեն, չէ, չեն սպանելու քեզ Նիկոլ, դու դրանից մի վախեցի։ Եվ ընդհանրապես ես դեմ եմ դրան, որտեղ ինքը կարևոր ինֆորմացիաներ ունի, որ պիտի հրապարակի։ Եթե Վիվարոն այս երկու հարցերով խաղադրույքներ ընդունի, ցանկացած խելամիտ մարդ պիտի դնի նրա վրա, որ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է, որ ասի որ որովհետև գործում է մեր նշած բանաձևը, որ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է ոչ թե հայկական շահերով, այլ առաջնորդվում է այլ պետությունների, ամենաառաջին հերթին Թուրքիա եւ Ադրբեջանի շահերով։ Եթե այդ բանաձևի շրջանակներում դիտարկենք, ամեն ինչ ճիշտ եք ասում, ես էլ 1-10 երևի հարաբերակցությամբ ես ստավկիկը չգիտեմ ոնց են անում, հա։ Ես էլ չեմ դրել, բայց առաջի դեպքում գործակիցը բարձր կլինի, հա, գործակիցը առաջի դեպքում կլինի որ կդնեմ։ Վիլայեթի գործակիցը մի քանի անգամ ամբողջ կարողությունը դնել, որտեղ վստահ եմ, որ Նիկոլը Չէ, դեպքում պետք է ինքը մնա այդքան, որ թուրքական վիլայեթ դարձնի Հայաստանը։ Չէ, հավանականությունը, թե ինչ ասի ինքը, դրա մասն է։ Խոսքը իհարկե պետք է պայքարել թուրքական վիլայեթացման դեմ, սա անթույլատրելի ծրագիր է, որը կարող է իրականանալ մեր հետ, բայց արի ֆիքսենք, որ առաջին ծիծեռնակը արդեն թռավ։ Թուրանի մասի խոսակցությունը, դա թուրքական վիլայեթ դառնալու առաջին ծիծեռնակն էր, մարդը ասեց, Թուրան են ուզում կառուցեն, թող կառուցեն ախպեր գնան գանգ, իրեն գժի տեղ դնելով տպավորություն ստեղծելով, թե չի հասկանում ինչ է այդ Թուրանը։ Եվ այդ Թուրանում մենք ինչ դեր կարող ենք տանել, այդ Թուրանում լավագույն դեպքում ինչ որ ստրկական ծառայություններ կարող են։ Այդ ասել է։ Ախպեր արևտուրի կանելու ադրբեջանցիներ նորմալ բան ասել, հա, զարգացման տեսանկյունից։ Միակ բանը, որ ինքը կրկնում, արևտուրն է։ Ծառայությունը հենա ռեստորան բացեք, ծառայություններ Ես մի դեպքում եմ պատրաստ դառնալ առևտրական, եթե ադրբեջանցիներն պատրաստ են գնել Նիկոլ Փաշինյանից վաճառեմ։ Շատ էժանով առաջարկում եմ կոդ ԴՊ 340 վաճառվում է դավադիր։ Ապրանք։ Այո, վաճառվում է դավադիր ապրանք, գինը շատ մատչելի, փոխում եմ 1 զույգ մաշած անվադողերի հետ։ Կամ 1 բարել նավթի հետ։ Կասպիսով դուրս գինես կրակում քիչ է այմա դուրս գինես ասեմ ես կարծում եմ պետք է ձրի տալ եթե ադրբեջանցիները ուզերան Նիկոլին կարելի է ձրի տալ ամեն դեպքում հիմա մենք սարկազմով ենք վերաբերում այս ամեն ինչին, բայց իրականում մենք ողբերգական շրջան ենք ապրում մեր պատմության, բայց չկա չարիք առանց բարիքի, այս նոտաների վրա եթե բան անենք, փորձենք, որովհետև տեսեք, երբ մարդկանց մեջ անընդհատ հոռետեսություն է ներշնչում, մարդ ուղղակի արդեն սարսափում է այս երկրում ապրելու հեռանկարից։ Դրական սպասումները մարդու մոտ կորում է։ Դա ռեալ, դա բնական ռեակցիա է մարդու, հա։ Հետևաբար նման իրավիճակները պետք են յուրաքանչյուր ազգին։ Հիվանդություններ ինչու են պետք, որպեսզի իմունիտետը բարձրանա, մարդ գրիպ ընկնում է, չէ, ասենք հետո մի ամիս գրիպ չընկնում, որովհետև իմունային համակարգը դիմադրում է։ Հիմա մենք, եթե կարողացանք հաղթահարել, եւ համոզված եմ կարողանանք հաղթահարել, հիմա պատկերացրեք շատ վատ վիրուսային հիվանդություն է ընկել այս պետությունը, իդեմս նիկոլականության, ԿՊ-ականության։ Գրիպը կորոնա չէ։ Մեր այս խոսակցությունները ախր մենք բան չենք ոչ թե դուխաթափ ենք անում ժողովրդին, դա նման է իրավիճակի, որ գիտես որ ավտոբուսի ղեկին այս պահին նստած է ալկաշ, խելագար, խաղամոլ, թմրամոլ, բայց կարելի է կանգնել։ Դու ասում ես սիրելի քաղաք, մի նստեք այդ ավտոբուսը, բայց կարելի է կանգնացնել, իջացնել ու այդ մարդկանց համար դաս լինի, որ մյուս անգամ երբ խելագար հարբածը նստած է լինում բանը վարորդի տեղը, այդ ավտոբուսը այլևս չնստեն կամ այդ վարորդին թույլ չտան իջացնել ավտոբուսից, թույլ չտան որ նստի այդ ավտոբուսի մեջ։ Հիմա մեր պարագայում մենք վիրուսով ենք, հա, վարակվել այս պետությունը։ Եթե մենք ես համոզված եմ որ կարողանանք դուրս գալ այդ ճգնաժամից, գոնե մի 100 տարի առնվազն, եթե դրանից հետո որևէ աշխատանք չտանենք, մենք նման քաղաքական վիրուս մեր պետության մեջ թույլ չենք տալու։ Ես ուզում եմ նման համոզվածություն հայտնել ու կարծում եմ այդպես կլինի, դա կախված է նրանից թե ինչ տիպի պետություն
մենք հետագայում կունենանք, էլի, եթե յոլա տանելու այս բանով պետքա շարունակենք, այս պետությունը երկար չի ցկի։ Եթե մենք համակարգային այլ սկզբունքների վրա հիմնված պետություն կկառուցենք, այդ դեպքում մենք կարող ենք 100-200 տարվա պլանավորում անել։ Բայց ասենք յոլա տանելը Նիկոլին փոխենք, ասենք Պետրոսը գա քիչ թե շատ պլյուս մինուսով, հա, նույն ձևով շարունակի, մի քիչ ավելի հայրենասիրական կոդերով, էլի բան չի փոխվելու այս պետության մեջ։ Ավելի վատ ճանապարհով անկումը ավելի դաժան է լինելու։ Շնորհակալ եմ Դերենիկ, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում եմ քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի հետ, ստեսություն կհանդիպենք։